Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ուզում եմ սկզբում անդրադառնանք Իրանի շուրջ տեղի ունեցողին եւ նաեւ որոշակի ինչքանով որ ժամանակը թույլ կտա մեր խնդիրներին, որքանով է այդ տեղի ունեցողը մեզ վերաբերում։ Պարոն Ներսիսյան, ինչքան էլ պատերազմը Իրանի դեմ այդ հարվածները սպասելի էին, ամեն դեպքում հիմա մի տեսակ տպավորություն է, որ այն լավ չէր հաշվարկվել ԱՄՆ-ի կողմից։ Մենք տեսնում ենք ասիմետրիկ հարվածներ իրանական, Հորմուզի նեղուցի, փաստացի պարալիզացում եւ դրանից բխող մնացած տնտեսական եւ աշխարհաքաղաքական անվտանգային հետևանքները Իրանի հարևանների համար եւ ԱՄՆ դաշնակիցների համար։ Դուք եւս կարծում եք, որ մի տեսակ Վաշինգտոնի սցենարով չի գնում այս ամենը եւ որ հստակ մշակված ռազմավարություն Միացյալ Նահանգները կարծես թե չունեն։ Տպավորություն կա, որ Վաշինգտոնի սցենարով չի գնում, բայց այստեղ պետք է հավելեմ հետեւյալը, որ 12 օրյա պատերազմի ընթացքում արդեն Իրանը կատարել էր իր հետևությունները եւ այս առումով գաղտնիք չէ, որ հենց իր ռազմավարության մեջ, որը որ արդեն որոշակի ուղումներ ուներ 12 օրյա պատերազմից հետո, կար այն հայեցակարգը, որ ասիմետրիկ պատասխան պետք է լինի ամբողջ բունկերային համակարգը, որը մենք տեսնում ենք, եւ հրթիռային համակարգը, տարբեր տոնաժների, տարբեր հեռահարությունների եւ տարբեր խոցելիության, ինչպես նաեւ տարբեր մարտագլխիկներով այսպես հրթիռների, սրան զուգակցված տարբեր ԱԹՍ-ների, այսինքն կամիկադզե եւ կառավարվող եւ ոչ կառավարվող ԱԹՍ-ների հետ միաժամանակյա հարվածները հենց խոսում են նրա մասին, որ ասիմետրիկ պատերազմ է պատրաստվել Իրանը։ Եվ այս առումով ուղղակի մեկ տարբերությամբ, որ Իրանը արդեն չունի կարմիր գծեր, հարվածում է ցանկացած տնտեսական գոտու, որը որ կարող է Վաշինգտոնին վնաս բերել։ Սա կարող է ունենալ երկու հետևանք, ընդհանրապես այս պատերազմը կարելի է կոչել մետալի երկու կողմերի պատերազմ, այսինքն միշտ կա երկու կողմը ցանկացած հաշվարկի դեպքում, թե այս կողմի, թե այն կողմի։ Հետևյալն է, որ այս հարվածները կարող են բերել, արդեն բերել են նավթի գնի վերելքի, այսօր առավոտյան $100-ից ավել էր, հետո իջավ $92, ադրբեջանական նավթը արդեն $110 է։ Այս առումով կարող է բերել Վաշինգտոնի վերաճնշումների, այսինքն Արաբական Էմիրությունները, Օմանը, որին որ ասենք շատ են խփում, եւ մյուս արաբական երկրները, Կատարը, Քուվեյթը կարող են ճնշումներ գործադրել, բայց սա կարող է նաեւ հակառակ արդյունք ունենալ։ Այսինքն բոլորը միախմբվեն Վաշինգտոնի կողմից եւ պարտադրեն օրինակ ցամաքային ներխուժում, որպեսզի պաշտպանվի Հորմուզը։ Այսինքն այս տեսանկյունից, ինչպես նշեցի, եւ կարող է լինել այն, եւ կարող է լինել այն։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա Վաշինգտոնի դերը այստեղ հետեւյալն է, որ Վաշինգտոնը հիմնականում հարվածում է ենթակառուցվածքներին եւ ռազմականացված կամ ռազմական օբյեկտներին, Իսրայելը իր վերցրել է ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացման դերը։ Եվ սա դերևս հիմնականում բաշխված է, բայց պետք է մի հատ բաց ասենք, որ վերջին Իսրայելի հարվածները արդեն տնտեսական ենթակառուցվածքների նույն նավթային պահեստներին, վերամշակման գործարաններին, այո, եւ այլն արդեն առաջացել են Վաշինգտոնի դժգոհությունը եւ մի քանի բարբերականներ New York Times, Washington Post, ինչպես նաեւ այլ ամերիկյան ընդ որում, ինչպես նաեւ իսրայելական իսուչը խոսում են դրա մասին, որ Միացյալ Նահանգները խնդրել են, որպեսզի դադարեցնի Իսրայելը այս հարվածները։ Նպատակը մեկն է եղել, որպեսզի ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացման ներքին որոշակի մենք տեսանք, որ ներքին կային դժգոհություններ, որոնք որ մեծ բողոքի ակցիաներ են վերածվել եւ շատ, ասպես ասած, լուրջ բռնաճնշումների, անգամ գնդակահարությունների գնով, հա, ճնշվեցին դրանք, ապա նորից դրանք կսկսվեն եւ ներքին ռեժիմի փոփոխություն տեղի կունենա։
Սակայն երեք արդեն կար ամերիկյան հետախուզության բանը, որ հաղորդագրությունը, որ Իրանը շատ ճկուն եւ շատ խորը համակարգ է ստեղծել կառավարման, իդեմս հեղափոխության պահապանների եւ դերևս ցնցումների չի բերում եւ չի երևում, որ իշխանափոխություն տեղի կունենա։ Պարոն Ներսիսյան, իսկ Իրանի ռազմական եւ ռազմաքաղաքական դիմադրության պաշարը ինչպես է գնահատում, որքան ժամանակ նրանք, որքանով որ մենք կարող ենք բաց աղբյուրներից, մեզ հասանելի աղբյուրներից հետևել, վերլուծել, պատկերացում կազմել, դեռ որքան նրանք կարող են դիմադրել, որովհետև հսկայական կորուստներ են իհարկե ունենում այդ հարվածների հետևանքով, բայց նաև մենք տեսնում ենք, որ միևնույն է դեռ կարողանում են իրենց հակառակորդներին բավականին լուրջ խնդիրներ ստեղծել նրանց համար։ Որքան նրանք դեռ կդիմադրեն։ Տեսեք, ուրեմն խնդիրը հետևյալն է, թե հրթիռների պաշարը իշքան կլինի Իրանին։ Սա հարցերի հարցն է, այո։ Հրթիռային հարվածների քանակը նվազել է, սակայն ԱԹՍ-ներին ոչ։ Բայց միևնույն ժամանակ խոսում են, որ նաև ԱՄՆ-ին է պակասում եւ Իսրայելին է պակասում եւ խնդիրներ կա։ Նաև նրանց հոբ համակարգերի այդ մարտապաշարն է պակասում։ Միանշանակ, օրինակ արաբական երկրները միասին մոտ մի քանի հազար մարտագլխիկ են արդեն բացվում, որ միլիարդավոր դոլարների է հասնում։ Սրա մասին էլ է պետք մտածել։ Եվ այս առումով, եթե երկուսի պաշարներն էլ վերջանա, ապա միայն օդային գերակայությունը բավարար չի լինի, որպեսզի դու փոխես ռազմաքաղաքական ղեկավարությունը, թեկուզ երկուսի պաշարներն էլ բավականին նվազի, թե ԱՄՆ-ի, թե Իրանի։ Այսինքն միայն ավիահարվածներով չեն կարող բանանել։ Ոչ, անհրաժեշտ է կամ ներքին խռովություն, կամ ցամաքային ներխուժում։ Ընդդիմությունը նորից կարողանա, որը որ իմ կարծիքով մասնակի, որը ուշացել է եւ այն ճնշումները, որոնք որ տեղի ունեցեն, թույլ են տալիս, որ երկար ժամանակ դերևս այդ բողոքի ակցիաները տեղի չունենան, չնայած Իսրայելը սկսել է հարվածել այն բլոկ պոստերին, որտեղ որ կանգնած են այն ոստիկանական ուժերը, որոնք որ պետք է ըստ էության թույլ չտան այդ խռովությունները եւ բանը, այսինքն Իսրայելը արդեն սկսել է այն հարվածները, որոնք որ ուղղված են ներքին խռովություն բարձրացնելուն կամ այնպիսի խռովություններին կամ բողոքի ակցիաներին, որոնք որ չեն կարող ճնշվել արդեն ոստիկանության կողմից։ Հետևաբար պատկերացրեք մի վիճակ, երբ դուք սկսում եք բողոքի ակցիան, իսկ ոստիկանությունը չի կարող ճնշել դա, որովհետև անմիջապես տեղի կունենա արդեն իսրայելական կամիկացե ԱՏՍ-ների կամ հարվածային ԱՏՍ-ների թիրախավորումը ոստիկանության տվյալ ուժերի նկատմամբ։ Եվ այստեղ նույնպես երկակի վիճակ ունենք եւ պետք է մի փոքր սպասենք, որպեսզի հասկանանք արդյոք ներքին բողոքի ակցիաները տեղի կունենան դրա շնորհիվ, թե տեղի կունենա քրդերի միջոցով կամ այլ երկրների կոալիցիան ուժերի եւ ընդհանրապես ցամաքային գործողությունը կամ ներխուժումը արտիական կդառնա, այսինքն վերջնական որոշում կընդունվի դրա մասին, թե ոչ, որովհետեւ եթե ներքին խռովությունը տեղի չունենա, ապա ռեժիմի ճկունությունը եւ համակարգը, որը որ ստեղծել է Իրանը, միայն երկրորդ տարբերակն է թույլ տալիս, որպեսզի փոփոխություն լինի, դա ցամաքային ներխուժումն է։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք զրոյական արդյունքով խաղի հետ, եթե որովհետեւ եթե ձեր ասածից ստացվում է, որ Իսրայելը ԱՄՆ-ն խնդիր են դրել ամեն դեպքում ոչնչացնել այդ իշխող ռեժիմը, թե գուցե ինչ-որ միջանկյալ կոմպրոմիսի գան, որտեղ ռեժիմը կպահպանվի, բայց կգնա զիջումների, այնտեղ հրթիռային ծրագրի հետ, միջուկային ծրագրի հետ կապված, այսինքն իշխող կարգը թեոկրատիան կրոնապետությունը կպահպանվի, բայց նրանց այդ նարատիվներում լուրջ փոփոխություն եւ հետընթաց կլինի։ Այս սցենարը պետք չէ սրա մասին խոսել։ Իհարկե պետք է, այստեղ պետք է ֆիլտրել Թրամփի ասածները, այն պոպուլիստական մասերը հանել եւ թողնել մեկը, որ երկակի նշանակություն ունի նաեւ այս ասածը, որ ինքը դեմ չէ նաեւ բանակցելու հետագայում եւ դրանով է պայմանավորված, որ խնդրել է Իսրայելին, որպեսզի չխփեն ենթակառուցվածքներին, որովհետեւ Թրամփը հույս ունի բանակցությունների ընթացքում ձեռք բերված արդյունքները
հետագայում վերածել տնտեսական գործոնի արդեն իշա Միացյալ Նահանգների, իսկ ենթակառուցվածքները դրա համար անհրաժեշտ են։ Դրա համար է Միացյալ Նահանգները ասում ենթակառուցվածքների մի հարվածեք։ Այստեղ տեսնում ենք նաև հակասությունն էլի երկու դաշնակիցների միջև, հա, Իսրայելը մինչև վերջակված է հայտարարված նպատակը, որ հայտարարվել է ռազմաքաղաքական ուրեմն ղեկավարության փոփոխությանը կամ ոչնչացմանը, ոչնչացումը իհարկե շատ դժվար ու բարդ գործ է, գրեթե անհնարին, բայց փոփոխությունը հնարավոր է իմ ասած սցենարներից մեկով կամ ներքին բողոքի ակցիաներով կամ արտաքին ցամաքային ներխուժման։ Մենք գիտենք, որ քրդերի հետ որոշակի բանակցություններ վարվում են այս ուղղությամբ, կարող է նաև արաբական երկրները արդեն հակառակ արդյունքը տա այս հարվածները եւ պահանջեն Վաշինգտոնից, որպեսզի կոալիցիան գործողություններով ցամաքային ներխուժում լինի, թեկուզ մասնակի կամ Հորմուզի այդ միջանցքը պաշտպանելու նպատակով, այսինքն մի փոքր բուֆերային գոտի կարող են ստեղծել Իրանի տարածքով, որտեղից եւ կպաշտպանեն այդ նավարկությունը։ Մյուսը արդեն քրդերի կամ այլ պետության, ինչպիսին օրինակ չեմ բացառում քրդերի հետ միասին, եթե քրդերը ներխուժեն, ապա միանշանակ է, որ Թուրքիան կողմնակի չի մնա, որովհետեւ քրդական ներխուժումը Միացյալ Նահանգների հետ կամ քրդական ապստամբությունը մասնավորապես Իրաքի կողմից նաև Իրանի հատվածի մասով, դա նշանակում է քրդական ինքնավարության ստեղծում հենց Իրանի հաշվին։ Մենք Թուրքիային դեռ կանրադառնանք անպայման, բայց այստեղ մի հարց եմ ուզում տալ Իսրայելի հետ կապված։ Իսրայելին հասցվող հարվածները որքանով են կրիտիկական։ Մենք իհարկե գիտենք, որ այնտեղ լուրջ ռազմական գրաքննություն կա, հասկանալի պատճառներով, որը մեզ թույլ չի տալիս լիարժեք պատկերացում կազմել վնասների մասշտաբների մասին։ Բայց այն ինչ մենք տեսնում ենք անհամեմատ ավելի քիչ է բնականաբար, քան Իրանին հասցված հարվածները։ Իսկ իրական պատկերը, օրինակ, եթե ուսումնասիրենք այն աղբյուրները, որոնք այսպես շատ հայտնի չեն, բայց որոշակի նեղ մասնագիտական ինֆորմացիա են մեզ տալիս, ինչ պատկեր ունենք այստեղ։ Համասի, Հեզբոլայի ու Իրանի հետ կապված տելեգրամյան ալիքներին կարող ենք հղում կատարել։ Այստեղ ցույց են տալիս որոշակի բաստողուններ, բայց մեզ պետք է նաև Իսրայելի կողմին անդրադառնալ, որը որ ցույց է տալիս, որ ըստ էության հիմնական կրիտիկական նշանակության հարվածները իրենց համակարգը հաջողությամբ որսում են։ Իսկն ունեն վնասներ, բայց դրանք կրիտիկական չեն։ Բայց իրական վերլուծության համար մենք պետք է ունենանք լուրջ վերլուծական կենտրոններ, որոնք որ ամենայն դեպս թեկուզ տեսանյութերը կվերլուծեն եւ կասեն արդյոք կարժանահավատ է այդ տեսանյութը հին է թե նոր է, սա մեկ, եւ երկրորդ արհեստական բանականության միջոցով է ստեղծված թե ոչ, որովհետեւ հիմնականում իրանական եւ Համասի եւ Հեզբոլայի կողմը շատ մեծ ծավալների օգտագործում են արհեստական բանականությամբ ստեղծվում, որը գրեթե սորական, ասենք, դիտորդի համար, ոչ մասնակետի համար կարող է տպավորություն ստեղծել, որ իրականում այդ հարվածները տեղի են ունենում, այնինչ դրանք վիրտուալ հարվածներ են եւ իրականության մեջ գոյություն չունեն։ Գանք Թուրքիային երկու անգամ այս օրերի ընթացքում նրանք հայտարարեցին իրանական հրթիռների իրենց տարածքում խոցման ոչնչացման մասին, տեղի ունեցան բարձր քաղաքական մակարդակով խոսակցություններ, քննարկումներ, իրանական կողմը ժխտում է եւ խոստանում է հետաքննություն, բայց ամեն դեպքում, ինչպես ասում են, ծուխը առանց կրակի չի լինում։ Թուրքիան ինչ որ մի փուլում հնարավոր համարում եք, որ ակտիվ մասնակցություն ունենա եւ ամենակարևորը այնտեղ բավականին բարդ աշխարհագրական ռելիեֆ է Թուրքիա-իրանական տարածքում, ինչպես դա կարող է տեղի ունենալ եւ դա որքանով կզսպի աշխարհագրությունը Թուրքիային որոշումներ կայացնելիս։ Նախ եկեք խոսենք հավանականության մասին։ Վերջի հրթիռը, որ բաց է թողնվել, դա Ադանայի ուղղությամբ է բաց թողնվել, այնտեղ գիտենք, որ Իջլիկ բան ռազմաբազան ՆԱՏՕ-ի եւ դրանից հետո ամերիկյան դեսպանատունը, ավելի ճիշտ հյուպատոսանը դատարկվեց ամբողջությամբ, էվակուացվեց, որպեսզի հարվածի բան, այսինքն ամերիկացիները հավանական են համարում, որ հնարավոր է, որ եւս մեկ հարված լինի։ Նաեւ Մալացիայում Պետրիոտ համակարգեր տեղադրվեցին վերջերս։ Այո, եւ նաեւ բերվել են արդեն մոտ ավելի այդ համակարգերը դեպի Իրանի հյուսիս-արևմտյան սահմանի մոտ։
Միջալուց հետո ավիացիան տեսնեք քաղաքացիական հարվածից հետո ավելի է հյուսիս գնացել եւ գրեթե Սևծովյան ափամերձ հատվածով Ղրիմի մոտ բավականին թռնում է, այսինքն ուկրաինական պատերազմի մոտ ավելի անվտանգ է համարվում, քան այս իրանական։ Երկու քարի կրակի ու քարի մեջտեղում է, քաղաքացիական ավիացիան։ Այս առումով Թուրքիայում երկու կարծիք կա, որ չեն ուզեցել խփեն իրականում թիրախը կամ Կիպրոսն է եղել, դա այնտեղ բրիտանական ռազմաբազաների հետ կապված, նաև գիտենք, որ անգլիական ռազմաբազաներում տեղավորվում են իսրայելական ռազմավարական նշանակության ինքնաթիռները, թե քաղաքացիական, թե ռազմական։ Մյուս կողմը ասում է, որ դա ՆԱՏՕ-ի բազան է եւ այստեղ պետք չէ հատուկ լարվել եւ կա երրորդ կարծիք, որ սա Թուրքիայի ինքնիշխանությանն է ուղղված, անկախ որևէ բանից այդ տարածքով է անցել եւ պետք է միջամտել։ Եվ կա չորրորդը, որը որ խոսում է նրա մասին, որ Իրանից հետո Թուրքիան է, մենք գիտենք, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները խիստ լարված են եւ փորձագիտական կարծիք ամենայն դեպս 2-3 փորձագետի անուն կարող ենք հնչեցնել, այստեղ մեկը ասենք շատ լուրջ, ասենք ծովակալ է եղել եւ մի քանի ելույթներ ունեցել հենց Թիրիթի Թուրքիով եւ CNN Թուրքով։ Ես ձեզ ավելին ասեմ, Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենետն էլ էր վերջերս հայտարարել, որ հաջորդ թիրախը պետք է Թուրքիան։ Այո։ Իսրայելում էլ կան այդ խոսակցությունները։ Եվ մյուսը, որը խոսում է արդեն կառավարության կողմից, որ քրդական գործոնը եթե հանկարծ ակտիվանա եւ քրդերի միջոցով փորձեն համակային գործողություններ սկսեն Իրանի դեմ, ապա Թուրքիան չի կարող մնալ ուրեմն անմասն, որովհետեւ սա նշանակում է, որ ինչպես նշեցի, որ այստեղ ինքնակառավարության հարց կարող առաջանալ Իրանի տարածքի հաշվին Իրան-Իրաք հատվածում, որտեղ որ Իրաքում արդեն ինքնավարությունը փաստացի կա։ Եվ սա շատ վտանգավոր է լինելու հենց Թուրքիայի համար, մենք գիտենք ինչու, որովհետև թուրքական մի մասի հատվածները քրդական ինքնավարություն դիտարկվում կամ քրդական պետության մաս դիտարկվում հենց քրդերի կողմից։ Եվ այստեղ անհրաժեշտություն կառաջանա, մենք մի քանի պայման նշեցինք, որ մյուս հաջորդ հրթիռային հարվածը կարող է առիթ լինել կամ քրդերի նույն։ Լավ հարց տվեցիք, ռելիեֆը, այո, Թուրքիայից դեպի Իրան ցամաքային գործողություն սկսել է, ինչպես նաև դեպի Հայաստան ցամաքային գործողություն սկսել է, նույն ռելիեֆն է գրեթե, բարդ ծորակներով, խոչընդոտներով եւ շատ բարդ է լինելու անցնել է եւ որոշակի գործողություն սկսել է, ապա միանշանակ է, որ միակ հնարավոր տարբերակը, որպեսզի արագ կարողանա սահմանը հատել եւ արդյունավետ գործողություն սկսել, դա Ադրբեջան Իրան սահմանն է։ Իրան սահմանը մենք գիտենք, որ այն հատվածում արդեն հարտավայր է։ Վերջերս կատարված այդ գործողություններից հետո 44 օրից հետո այդ հատվածը ավելի է մեծացել, հա։ Եվ այս դեպքում արդեն Թուրքիան կարող է օգտվել նաև Ադրբեջանի արդեն ռազմական ինստիտուտներից, ռազմական ուժերից եւ համատեղ գործողություններ ձեռնարկեն, սա բացառված չի։ Եթե շատեր ասում են, որ տեսեք Ալիևը բան է ուղարկել, մարդասիրական ուղղություն է ուղարկել, ապա Ալիևը շատ ճկուն քաղաքական գործիչ է եւ կարող է վայրկյանների ընթացքում հասկանալ Ադրբեջանի շահը, անձամբ իր շահը, իրենց նավթային ընկերությունների շահը եւ շատ արագ որոշումը փոխել։ Այսօր ընկերես, վաղը հակառակորդես, վաղը հակառակորդես։ Ինչ է փոխվեց, որ սկզբից գնաց լուրջ ռետորաբանական լուրջ սրացման գնաց, սկզբում մեղադրեց ահաբեկչության մեջ տարբեր այսպես տարիների այդ վիրավորանքները, հա, այսպես ասեմ, հիշեց, բայց հետո Փեզեշքյանի հետ խոսակցություն տեղի ունեցավ, որից հետո հայտարարվեց բեռնափոխադրումների վերականգնման մասին, դրան հաջորդեց հումանիտար բեռների ուղարկումը։ Շատ կարևոր միջազգային ազդակ է, նույնը մեր դեպքում է խոսակցությունը, վերջերս 3 ելույթ ունեցավ եւ խաղաղության մասին խոսեց, որ երբեք ինքը ագրեսոր չի դառնալու։ Սա սրա մասին է խոսում։ Այսինքն պետք է իրեն շատ դրտեն, ստիպեն, այսպես ասած, դանակը ոսկորին հասցնեն, որ ինքը ստիպված որոշակի այսպես ասած ռազմական կամ պատերազմի հասցնող կամ ուժային գործողությունների գնա։ Սա նրա մասին է, որ ինքը կարող է որ հաջորդ տիպ, եթե այդպիսի բան լինի, ասել, հիշում եք, ես
անգամ ներեցի այդ հարվածը, դրանից հետո արդեն ուղարկեցի հումանիտար օգնություն, որը ցույց տվեց, որ մենք արդեն այդ հարաբերությունները բարելավել ենք, խոսել եմ նախագահի հետ, բայց տեսակ, որ դա էլ չօգնեց։ Իսկ նախագահի հետ իմ խոսակցությունը արժեք չուներ, այնտեղ հեղափոխությունների կորպուս եւ այլն, պահապանների կորպուս եւ այլն։ Իսկ դա կարող է տեղի ունենալ եւ Շուշի դեկլարացիայի վերաբերյալ անմիջապես հարվածից 2 հատեսի հարվածից հետո խորհրդակցություններ սկսվեցին։ Այստեղ այլ հարց է առաջանում, թե թուրքական զինված ուժերը, եթե հասնի դրան, ինչպես են հատելու այն սահմանն ու անցնելու այդ մեծ լոգիստիկան տեղափոխելու դեպի Ադրբեջան, որովհետև դա միայն օդային գործողությամբ հնարավոր չի անել։ Դա Արցախը չէ, դա Իրանն է եւ այնտեղ արդեն մեծ լոգիստիկա եւ մեծ ուժեր է պետք կուտակել, իսկ դա հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով։ Իսկ եթե այդպիսի միջանց խնդրեն, որը որ վերջերս կարծիք կար, որ կարելի է դիտարկել որպես հումանիտար, այսպես ասած, միջանց։ Մեզանում, այո, այդպիսի կարծիքներ են ինչ։ Ապա այդ հումանիտար միջանցքը շատ արագ կարող է վերածել Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական միջանցքի եւ այստեղ շատ ծանր դրության մեջ մենք կհայտնվենք թույլ տալ, թե չտալ, որպեսզի այդ միջանցքը որպես այդպեսին լինի։ Բայց պարոն Ներսիսյան, այնուամենայնիվ հետաքրքիր է Թուրքիան ինչու պետք է շահագրգռված լինի ռազմական օպերացիայի մեջ, ռազմական գործողությունների մեջ մտնելու, եթե դա պոտենցիալ առումով սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությունը, դա սպառնում է քրդական հարցի հերթական անգամ վերանմանը, ինչը ձեռնտու չէ Թուրքիային, եւ երկրորդ պատճառը ինչու Թուրքիան պետք է մտնի այդ խաղի մեջ, եթե Իրանի թուլացումը նաև կբերի նրան, ինչպես մենք նշեցինք, որ Իսրայելը արդեն այս դեպքում կսկսի Թուրքիային որպես թիրախ դիտարկել։ Այսինքն կարծես թե տրամաբանորեն պետք է Թուրքիային ձեռնտու լինի Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը եւ ուժեղ Իրանն այս պահին, որպեսզի նրան չհոշոտեն եւ հաջորդիվ նրա վրա չհարձակվեն։ Եթե քրդերին խոստացվի Իրանի քրդական նահանգի կամ հողերի հաշվի ինքնավարություն, թեկուզ Իրանի կազմում, ապա այսեղ կարելի ասել Թուրքիային այլ ելք գրեթե չեն թողնում, որովհետև Թուրքիան չի կարող Իրանի այդ հատվածը թողնել ուղղակի քրդերի ինքնավարությանը։ Եթե հանկարծ այնտեղ ինքնավարությունը եղավ, դուք պատկերացրեք այդ ինքնավարությունը հանկարծ հարաբերություններ հաստատի, իսկ հաստատ կհաստատի իրաքյան ինքնավարության հետ։ Իսկ դա արդեն ոչ թե ինքնավարության մասին է խոսում, այլ քրդական պետության մասին է։ Իսկ քրդերը կարող են բանակցել դրա շուրջ։ Եվ Միացյալ Նահանգների մեր ասած երկակի վիճակը, եթե գա երկրորդ վիճակին, որը թույլ չտա նահանգներին պատվով դուրս գալ, այսպես ասած, այս պատերազմից, ապա կարող է այդ խոստումն էլ վերցնել Թրամփից, որը որ պատրաստ լինի քրդերին նաև պետություն խոստանալ։ Այսինքն Թուրքիան Սիրիայի օրինակով մտնի այնտեղ, որպեսզի իր համար բուֆերային գոտի ստեղծի, թույլ չտալով քրդական ինքնավարություն միավորել։ Թուրքիան ուղղակի ելք չի ունենա, ինչպես չունեցավ Սիրիայի դեպքում։ Դա միանշանակ կանի, որովհետև դա ուղիղ, արդեն ուղիղ, եթե պոտենցիալ սպառնալիք է Իսրայելը, որը կինետիկի վերածելու շատ մեծ հավանականություն ունի, հաշվի առնելով Կիպրոս, Հունաստան, Իսրայել, ինչու՞ չէ նաև Ֆրանսիա ու նաև Հնդկաստան, արդեն որոշակի եռամիություն են ասում, բայց այս քառամիություն եմ ասում, ապա Թուրքիան ուղղակի ելք չեն թողնի, Թուրքիան պետք է ինքնապաշտպանության դիմի եւ սա ինքնապաշտպանության ներկա ինքնապաշտպանության, այսինքն իրավունքի խախտմամբ միջազգային նորմերի խախտման ինքնապաշտպանության տեսակ է, որ տեսնում ենք, որ անպատիժ է մնում։ Աստված մի արած է, եթե այդ հարցը առաջանա մեր տարածքով լոգիստիկ հարցեր լուծելու, մենք համապատասխան դիմադրության ռեսուրս ունենք դա թույլ չտալու, նաև մեր դաշնակիցների օգնությամբ։ Դուք խոսեցիք Հնդկաստան, Ֆրանսիա, Հունաստան, այդ երեքն էլ մեր այսօրվա լուրջ գործընկերներ են եւ մենք հույս կարող ենք ունենալ, որ նրանք ինչ-որ փուլում շահագրգռված կլինեն եւ ամենակարևորը գործնական քայլեր կձեռնարկեն մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Տեսեք, մեր լոգիստիկ ճանապարհը երկուսն է։ Վրաստան եւ Իրան։ Վրաստանը շատ հեշտությամբ փակում բացում է, Իրանն էլ էլի ունի որոշակի, այսպես ասած,
սահմանափակումներ կամ որոշակի առարկություններ այս մասով։ Եթե մենք չկարողանանք լոգիստիկան ապահովենք, ինչը մենք այսօր ոչ մի բան չենք արել, որպեսզի ապահովենք, եւ թղթով մեր դաշնակիցը դերևս այլ պետություն է, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան չեն, ապա ես կարծում եմ, որ ռեսուրսը մինիմալ է, որպեսզի մենք կարողանանք սրան դիմադրենք։ Այստեղ ուրիշ վտանգ էլ կա, որ նման միջանցքը արդեն պաշտպանելու համար նույն Իրանը կարող է դիմել արդեն ցամաքային գործողությունների։ Իսկ ել չենք խոսում նրա մասին, որ եթե հանկարծ այդտեղով արդեն շարժ սկսվի, նա անպայման առիթը բաց չի թողնի հարվածելու այդ շարասյուններին։ Միանշանակ։ Եվ արդեն ինքնապաշտպանության, արդեն օրինական 51-րդ հոդվածի մակի ինքնապաշտպանության դիմի հենց մեր տարածքում։ Այդ ադրբեջանա-իրանական այդ լարվածության օրերին մեր արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ։ Ձեր կարծիքով այս զրույցները հենց հնարավոր լարվածությունը մեղմելու կամ դրա հետևանքները չեզոքացնելու կամ եթե ոչ չեզոքացնելու, ապա մինիմիզացնելուն են ուղղված, ինչ ուղղված են, միանշանակ ուղղված են։ Մենք ես չեմ կարծում, որ մեր արտգործնախարարությունը չի հասկանում այդ ռիսկերը։ Ուղղակի այն ուժային գերատեսչությունները, որոնք որ այս 7 տարվա կամ 5 տարվա մեջ պետք է ապահովեն, որ ուսակի բալանսավորում չեն արել իրենց գործը, հիմնական ծանրությունը դիվանագիտության վրա է։ Այսինքն դիվանագիտությունը իր հետևում ուժային կառույց ունի, որպեսզի այլ տրամաբանությամբ շարժվի։ Բայց հարցը հետևյալն է, որ այն պետությունները, որոնց հետ որ անգամ դիվանագիտական հարաբերություններ ունեն, նրանք հեշտությամբ փչացնում են այդ դիվանագիտական հարաբերությունները, նույնը Սիրիայի մասին է խոսքը, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերության մասին է խոսքը։ Դուք մոտ ակապակայում կարող եք տեսնել, թե ինչպես է փչանում, արդեն փչացել է Թավրիզից ամբողջ հյուպատոսությունը դուրս է բերված Ադրբեջանին։ Եվ սրանք շատ արագ մի կողմ դրվող հարցեր են, ուր մնաց մեր նման պետության հետ հարաբերությունները ինչ-որ չդնեն կողքի, երբ որ մենք ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունները չունենք եւ այսպես ասած չնայած ուղիղ խոսակցություններին եւ դերևս ինչպես ասում են Ադրբեջանում սահմանադրությունը չենք փոխել եւ խաղաղության պայմանագիրը չունենք կնքած։ Իրանի հետ կապված մեր պահվածքը այսօրվա ռելևանտ է ներկա իրողություններին, ճիշտ պահվածք է։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ պահված է, որովհետեւ մենք չունենք նաեւ այն ռեսուրսը, որպեսզի հանկարծ վաղը չմիսօրը, եթե ամեն ինչ աշխատի հօգուտ Իրանի այսօրվա ռեժիմի, մենք կարողանանք այլ բան։ Տեսեք, ռեժիմը փոխվելու դեպքում մենք կարող ենք խաղի այլ կանոններով այդ ռեժիմի հետ խոսել, որովհետեւ միևնույն է շահերը Իրանի կմնան Իհարկե։ Էականորեն բան չի փոխվի, էլ ավելին ասեմ, ադրբեջանական գործոնը երկրորդ պլան կմղվի, հա, տարածաշրջանում որպես էներգետիկ ռեսուրսների գործոն։ Բայց ներկա ռեժիմը, եթե մնաց, հաստատ շատ դժվարությամբ է ներելու, եթե մենք հանկարծ այս ներկա ռեժիմի նկատմամբ որևէ սխալ դիվանագիտական քայլ թույլ տանք։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանը։ Կհանդիպենք։